Պարոն Աբրահամյան, եւ ունեք այլ տեխնացու Հայկ Ֆարմանյանից բացի, որովհետեւ հաշվի առնելով ԿՊԱ-կանների ելույթները, քննադատությունները, ենթադրվում է, որ չեն քվեարկի Հայկ Ֆարմանյանի։ Կտեսնենք, մեր տեխնացուն պարոն Հայկ Ֆարմանյանն է, որոշումը կայացվել է, քննարկումները եղել են, այո, հնչել են տարբեր տեսակի ելույթներ, ընտրությունների օրը պարզ կլինի, արդյոք պարոն Ֆարմանյանը գլխավորելու է համապատասխան հանձնաժողովը, թե ոչ։ Պարոն Աբրահամյան, որքան է կառուցողական համալիրը, երբ որ ԿՊ-ի պատգամավորները խոսում են ամեն բառից կարճել, վիրավորություններ այդ բառից, օրինակ պարոն Ղազինյանի ելույթի ժամանակ, երբ որ ասեց մեզ ուղիղ պետք չէ հասկանալ, նկարեցին որպես վիրավորություն։ Անդադ տանում են դատավորների եւ իրենք հանգստացող դատավոր են ասում, կներեք, իրենք ոչ մի ընդդիմախոսությամբ հանդես չեկան դրան, բայց երբ որ իշխանության տակ գտնվող ընդհանրեն դատավորներ արտահայտություն են անում, ներողություն խնդրել են։ Գիտեք, չեմ ուզում իրականում մեկնաբանեմ սա, վիրավորանք է թե չէ, ինձ թվում է մեր հասարակությունը եւ դրա գնահատականը տվել է, բացի այդ, մի քանի օր առաջ ազգային ժողովը ստեղծել է էթիկայի հանձնաժողով։ Եթե ինչ-որ հարց է ծագում, եթե ինչ-որ մեկին թվում է, այո, որ դա վիրավորանք է, այսինքն այդ նույն պարոն Ղազարյանի արտահայտության մասով կարող են դիմել էթիկայի հանձնաժողով, իմ ներքին համոզմամբ դա վիրավորանք չէր, պարոն Ղազարյանի այսօրվա ասածը, ինչից որ մեր գործընկերը նշեց, գիտեք, մեզ համայն հայությունն են, ամբողջ Հայաստանն են, ինձ թվում է պետք է կենտրոնանալ հիմնական խնդիրների վրա, ես չեմ ուզում անընդհատ նույն բանը կրկնել, բայց մեր երկրում կա աղքատության բարձր աստիճան եւ այստեղ գալով հիմնական ժամանակը կամ ժամանակից գալի մասը ծախսել նրա վրա, որ խոսել թե ով ում վրա ինչպես նայեց կամ այս բառի մեջ վիրավորանք կար չկար, բոլոր քննարկումները լինելու են միայն սրա մասին։ Պետք է այո մնալ բարեկրթության շրջանակներում եւ աշխատել հանուն մեր պետության, հանուն մեր ազգի, հանուն համայն հայության։ Պարոն Աբրահամյան, Ասեն Թովոսյանը ասում է, որ ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես վերացել է, իսկ աղքատությունը նվազագույն շեմի է հասել, դուք ասում եք երկրում ահագնանում է աղքատությունը։ Մարզերում։ Թունյանը եւս, դե Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը, միայն Երևանով չենք դատում, Բաբկեն Թունյանը եւս ասում է, հաշվի առնելով թոշակները բարձրացրել են, բժշկական ապահովությունը, աղքատությունը պետք է որ նահանջացվի։ Տեսեք, այն տվյալները, որոնք որ մենք բերում ենք 24, հիմնականում երևի 24-25 թվականի տվյալներ են, եւ այո 26 թվականի տվյալը կհրապարակվի մյուս տարի։ Ինչ վերաբերում է մեր գործընկերների կողմից արվող պնդումներին, մենք բոլորս Հայաստանում ենք ապրում։ Կարող եք դուք էլ գնաք մարզեր, տեսնել, թե աղքատությունը նվազել է, բայց կրկնում ենք, բավարար չափով չի նվազել, իսկ մարզերում ըստ վիճակագրության, որոշ մարզերում, ինչպես օրինակի համար ես Տավուշի մարզը նշեցի, ինչու քննարկումը պարոն Ալեքսանյանի տեխնացության քննարկման ժամանակ էր, նշեցի, պարոն Ալեքսանյան, ձեր հայրենի մարզում համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի աղքատության տոկոսը այսքան է, շուրջ 39.5%։ Աղքատության բարձր մակարդակ ունենք նաև այլ մարզերում, Շիրակի մարզում ունենք բարձր մակարդակ, ունենք բարձր մակարդակ աղքատության Վայոց-Ձորի մարզում։ Դրա համար շատ բան պետք չէ։ Այո, Երևանում աղքատության մակարդակը նվազել է, բայց ելի եմ կրկնում, խոսքը ամբողջ երկրի մասին է, պետք է ամբողջ երկրի Երևանից մինչև նոյեմբերյան եւ մինչև մեղրի ամբողջ երկրի մասին խոսել։ Եվ արդյոք կառուցողական է Ռուբինյանի այն հայտարարությունը, որ ասում է դուք այսպես ուզեցիք, այս ճանապարհը ընտրեցիք, սպառնալիք չէ։ Եկեք հարգելի գործընկերներ, եկեք կենտրոնանանք աշխատանքի վրա, առավոտը քննարկում եղել է եւ այսօր կոնկրետ, այո, տեսնում եք աշխատանքային քննարկումներից էլ տեսնում ենք, որ այս հարցին եկեք էլ չանդրադառնանք, կենտրոնանանք ավելի կարեւոր, մեր ժողովրդի համար ավելի կարեւոր ինչը, ժողովուրդ, մեզ
Ժորժ ջան, մեզ ոչ մեկ հավատացեք չի կարող սպառնալ։ Մենք նշել ենք, որ այո, իհարկե, ժողովուրդ, մի քանի անգամ ասել ենք, այո, իհարկե։ Եվ անեմ ամեն անգամ նույն խոսակցության մեջ նույն բառերը կրկնելը, ժողովուրդ, ելի եմ ասում։ Հորդորում եմ բոլոր գործընկերներին կենտրոնանալ խնդիրների լուծման վրա։